ապա ստացվի, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տրանսպորտի մասին։ Իսկ նաև բնակիչները բողոքում էին տրանսպորտի հարմարավետության վերաբերյալ, նշելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար, օրինակ մուլտիտրանս ՍՊ-ի փոխադրամիջոցը հարմար չէ եւ իրենք չեն կարողանալու պարզապես օգտվել։ Այդ հարցն են քննարկել, տեսեք, մեր կառավարության որոշմամբ մրցութային կարգով, որով իրականացվում մրցույթը եւ տրանսպորտային միջոցներ են ներգրավում, այդ տրանսպորտային միջոցները ամեն երթուղում պետք է առնվազն 10%-ը հարմարեցված լինեն նման քաղաքացիների համար, տեղաշարժը ապահովելու համար, եւ այս պարագայում մեկ տրանսպորտային միջոց լինելու է այդպիսի հարմարեցված եւ այն ժամանակը, որը որ բնակավայրի հետ կհամաձայնեցվի, թե որ ժամին է պետք, որպեսզի այդ տրանսպորտային միջոցը իր երթը սկսի, կարող է սպասարկել ձեր կողմից բարձրացած հարցերը այդ մասով փակ են, կարող եմ ասել, որ այդ հարցը, այսինքն սահմանափակ կարողություններով քաղաքացիների փոխադրման, այս իմաստով լուծված է։ Մենք մի փոքր ուշ միացանք, եթե խնդիր չի ներկայացնեք, ընդհանուր առմամբ ինչ որոշվեց 59-ի դեպքում։ Խնդիրը հետևյալն էր, որ նորից կրկնվեմ, քաղաքացիները պահանջում էին, որ 59-ը մտնի բնակավայր, 59 համարը, եւ որպես կոմպրոմիսային առաջարկ, այսպես ասեմ, քննարկվեց, որպեսզի 59 համարը մոտ 100 կամ 150 մետր ճանապարհից, որտեղ ճանապարհը դեռ Երևանի վարչական տարածքում, այսինքն ճանապարհից մոտ 100 մետր դեպի փոստի շենք, ես ինչպես հասկացա, քաղաքացիները խնդրեցին։ Հիմա մենք կդիտարկենք այդ տարբերակը, եթե ընդունելի լինի նաև Երևանի քաղաքապետարանի համար, որովհետև իրենց տրանսպորտային միջոցների մասին է խոսքը, համապատասխան ժամանակ նաև ֆիքսեցինք, խնդրեցինք մասնակիցներից, որպեսզի քննարկենք եւ մեր պատասխանը այդ մասով տանք։ Որ է մուլտի դեպքում չլինի ընդունելի եւ դառնա խոչընդոտ այն մյուս տրանսպորտի ընկերության հետ կազմակերպության մասով իհարկե մուլտի տրանսպորտի հետ էլ պետք է քննարկվի, որովհետեւ պետք է այնպես անել, որպեսզի երթուղիները մեկը մյուսին չխոչընդոտի, չխանգարի եւ բոլորը կարողանան օգտվել երթուղիներից, այսինքն բոլորը գոհ մնան, թե քաղաքացիները եւ թե փոխադրողները։ Պարոն Սիմոնյան, բնակիչները նաեւ բողոքում էին ճանապարհահատվածի Երևան-Աշտարակ հատվածում անցում չունեն եւ գետն անցումն էլ գտնվում է շատ վատ անանցանելի վիճակում, անձրևաջրերն ու կերտաջրերը լցում են այդտեղ, մենք նաեւ տեսանկարահանել ենք այդ ամեն ինչը, քաղաքացիները ստիպված են իրենց կյանքը վտանգելով անցնել ոչ թույլատրելի հատվածով այդ մասով ինչ որոշում կամ քննարկում եղել է։ Եթե նման խնդիր կա, չէ, այդ խնդիրը չենք քննարկել, ես անկեղծ կոմպետենտ չեմ այդ իմաստով, որովհետև դա ճանապարհաշինարարության ոլորտի վերաբերող հարց է, սակայն որևէ խնդիր չեմ տեսնում, թող քաղաքացիները բարձրաձայնեն, ուղարկեն տարբերակ առաջարկեն, որևէ խնդիրը բարձրաձայնեն, մեր համապատասխան պատկան մարմիններն են ուսումնասիրեն մեր նախարարությունում համապատասխան լուծումներով հանդես գան, առաջարկություններով, լուծումների։ Բայց ամեն դեպքում դա բնակիչները պետք է միայն բարձրաձայնել միջպետական ճանապարհահատված է Երևան-Աշտարակ Մայրուղին։ Միջպետական մարդիկ իրենց կյանքը վտանգելով հասկանում եմ, միջպետական դժբախտ դեպք լինի, որ նա լուծում է։ Հասկանում եմ, բայց միջպետական ճանապարհներին նաև կա որոշակի հոսք տրանսպորտային միջոցների եւ այնտեղ արագությունների հետ այլ արագություններ են նաև սահմանված եւ այս ամենը հաշվի առնելով պետք է այդ կոնտեքստում ամեն ինչը նայել էլի այս իմաստով կարծում եմ հարցը ուսումնասիրության կարիք ունի եւ խնդիրը թող բարձրաձայնեն ուսումնասիրենք հասկանանք ինչպես կարելի է լուծում տալ Խնդիրը բարձրաձայնել ենք շատ լավ ընդունեցիք փոխանցեմ գոլեգաներիս